Հաշմանդամություն ունեցողների սայլակի հեղինակը ամերիկահայ տաղանդավոր գյուտարար մեր հայրենակից Էմիկ Ավագյանն է։ Նա ձեռքի կառավարման օգնությամբ անգամներով հեշտացրել է հաշմանդամություն ունեցողների տեղաշարժը։ Գյուտի օգնությամբ այժմ սայլակները հեշտությամբ տեղադրվում են մեքենաներում, ունեն կառավարման մեխանիզմ և համակարգչի օգնությամբ հետևում են շնչառությանը։ Էմիկ Ավագյանը մանուկ ժամանակից հաշմանդամություն է ունեցել և բավական լուրջ դժվարություններ է կրել կենցաղում։ Սա էլ պատճառ է հանդիսացել, որ նա կյանքը բարելավելու նպատակով սկսի աշխատել բազմաթիվ գյուտերի վրա, որի համար ստացել է բազմաթիվ շքանշաններ ու պարգևներ։ 1961 թվականին Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Քենեդին Ավագյանին պարգևատրել է որպես ամենաառաջատար և կարևոր ներդրումը հաշմանդամություն ունեցողների աշխատունակությունը բարձրացնելու գործում։ Էմիկ Ավագյանը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 15-ին Իրանի Թավրիզ քաղաքում ուղեղի կաթվածի ծանր ձևով, սակայն հիվանդությունը չի ազդել նրա մտավոր ունակության վրա։ Ընտանիքը, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերի Էմիկին, Իրանից տեղափոխվել է Ռուսաստան, այնուհետև Գերմանիա և հետագայում ընդմիշտ տեղափոխվել Նյու Յորք։ 13 տարեկանում Էմիկն արդեն տանը ինքնուրույն լուծել է էլեկտրատեխնիկայի հետ կապված խնդիրները։ Ավելի ուշ գերազանց ավարտել ուսումը քոլեջում ֆիզիկայի և մաթեմատիկայի ուղղությամբ։ Հետագայում շարունակել է կրթությունը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում ստանալով մագիստրոսի կոչում։ Այդ տարիներին իր հեշտ տեղաշարժի համար ստեղծել է կառավարվող սայլակ։ Իհարկե, պրիմիտիվ սայլակ եղել է և հին Եգիպտոսում և հին Չինաստանում, սակայն դրանցից ոչ մեկը չի եղել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։ Էմիկ Ավագյանը կատարելագործել է սայլակը, ստեղծելով այնպիսին, որը ծալվելով հեշտությամբ տեղավորվել է ավտոմեքենայի բեռնախցիկում։ Հետագայում ձեռքով կառավարվող սայլակը դարձրել է ավտոմատացված, պտտվող, շարժվող անիվներով։ Սակայն Էմիկն այս ամենով չի սահմանափակվել։ Նա ստեղծել է գրամեքենա, որը կառավարվել է ձայնով և շնչառությամբ։ Իհարկե, մեքենան սկզբում դանդաղ է աշխատել, սակայն հնարավորություն է տվել գրանցել մտքերը։ Գյուտարարի հաջորդ կարևոր քայլը եղել է գրադարանային և արխիվային տեղեկությունների պահպանման սարքի ստեղծումը, ինչն այդ տարիների համար ցնցող էր։ Էմիկը նաև ամուսնացել է գեղեցկուհի Աննայի հետ, որի հետ ապրել է մինչև կյանքի վերջ։ Էմիկի ամբողջ կյանքը եղել է օրինակ, թե սահմանափակ հնարավորություններով մարդիկ կյանքի ինչպիսի ուղի կարող են անցնել, թեթևացնելով թե իրենց, թե այլ հաշմանդամություն ունեցողների կյանքը։ Այսպիսով, աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժի, ձայնագրվելու և աշխատելու հնարավորությունը ստեղծել է մի հայ տղա, որը մանկուց եղել է սահմանափակ հնարավորություններով։ Էմիկի մասին կա նաև գիրք, որը կոչվում է «Ճանապարհ դեպի նախագահ Քենեդիի մոտ հաշմանդամություն ունեցողի սայլակով»։ Էմիկ Ավագյանը մահացել է 2013 թվականին 90 տարեկանում։